Բարի օր ձեզ, ժողովուրդ ջան, հիմա սպասենք թող տեսնենք մարդ երևում է, քանի որ դեռ գալիս է։ Պետք է որ երևա, բայց դե արի սկսենք, հետո ոչինչ ուշացնող էլ կնայեն։ Մեր լսարանը այդքան մեծ չի, որ միանգամից են սկսելու պահին բոլորը հավաքվեն։ Մեկը եթե հետ գալու հնարավորություն կա, չէ՞։ Հա, ինքը վիդեոն հետո մնալու է։ Ինքը վիդեոն կմնա, բայց սկիզբը ասենք, սկիզբը տարբեր ձևի քննարկեցինք Լևոնի հետ, ինչ ասեմ, սենց ես առաքելն եմ, ով ինձ ճանաչում է, Լևոնը տարիքային մեծ տարբերություն կա մեր մեջ, բայց իմ եղբայրն է ու գաղափարակիցն է, որ չնայած 90% հարցերով իրար հետ չենք համաձայնվում, բայց գաղափարակիցն է, բայց երևի կարող են առանցքային 10%-ը հնարավոր է առանցքային 10%-ը մենք մտածեցինք ինչ ձևով կարող ենք հաղորդաշարեր սկսել, ոչ թե մի հաղորդումով կամ մի լայվով սահմանափակվել ու նպատակը, որ իրար հետ քննարկեցինք, նպատակը որն է, որովհետև ընթացքում տարբեր ցակուցերիվ նպատակներ կան, սկսած Հայաստանում բարոյաքենաբանական մթնոլորտից վերջացրած գրականություն, կինո, բայց եկանք հանգեցինք այն կետին, որ Հայաստանում կտոր հարյուրավոր եւ միգուցե հազարավոր լայվեր կան, բայց ընդհանուր ամեն մեկը բոլոր մարդիկ լինի դա ամենաէժան PR-ից վերջացրած քաղաքական բանավեճերով ընդհանուր մի մթնոլորտ են ստեղծում, որը որ մեր ազգին մրցունակ դարձնում է, թե չի դարձնում կամ ավելի թուլացնում է կամ չի թուլացնում ու փորձեցինք այդ կապերը տեսնել, թե ինչ կարա լինի ու որպես առաջին օրվա զրույց մենք այսօր ընտրեցինք թեման սկիզբը, թե ինչի են մարդիկ սկսում ինչ-որ բան անել։ Իմ կարծիքով, ես ասեմ, հետո Լևոնին կփոխանցեմ, որ իմ կարծիքով մարդը ինչի է սկսում առաջին քայլը անել, որ ոնց է ինքն իրան հաղթահարում։ Ենթադրենք հիմա այսօր մտանք լայվ մտանք կամ ոնց է առաջի անգամ բանաստեղծություն գրում, առաջի անգամ գիրք գրում, առաջի անգամ հարցազրույց տալիս, ամեն ինչի առաջինը։ Ու հանգեցինք նրան, որ ամենակարևորը եթե արդեն մարդը չի կարողանում չանել այդ բանը, արդեն դա առաջի քայլը անում է։ Այսինքն ոչ թե դրթող ուժը նայա թե ինչ որ պլանավորում, այլ եթե չի կարողանում ինչ որ բան չանելու խնդիրն է ու վերադառնալով նախորդ մտքին իմ կարծիքով մենք ես ամեն դեպքում եւ Լևոնն էլ առավել եւս ուզում ենք մեր այդ դաշտը, որ կա ընդհանուր դաշտը, այս ինտերնետը ինչի համար է շատ լավ, որ որևէ մեկը մյուսին բան չի խոչընդոտել չի, բացի դրանից էլ մեկը մեկից հաց չի գողանում, հաց չի փախցնում, այսինքն նեն չի, որ մեկը մեծ խանութ բացեց, հետո կողքից երկրորդը բացեց, իր բան դառնա, մրցակից դառնա, չէ, մրցակցություն չկա, ընդհանուր դաշտն է, ընդհանուր դաշտի մեջ մենք մեր տեղը տեսնենք ու մենք փորձենք տեսնենք, որ ինչ կարող ենք անել այդ ընդհանուր դաշտը մի փոքր ավելի հետաքրքիր դարձնելու համար ու նաև վերլուծելու այդ հոգեբանական ֆակտորները փիլիսոփայության, գրականության, մշակույթի, կինոյի, որովհետև երկուսս էլ կինոման են, կինոյի հետ կապված։ Հիմա Լևոնը թող ասի ինքը իրան։ Շնորհակալություն, նորից բարև ձեզ։ Ես միանգամայն համաձայն եմ, մենք քննարկեցինք այս ամեն ինչը, դե հիմնական, այսպես ասած, առանցքային կետը որն է, որ այո, հայկական մեդիա լրատվական դաշտում, բլոգերային դաշտում, Facebook-յան եւ YouTube-յան իրականությունների մեջ կան գրեթե բոլոր հանրության հետաքրքրող թեմաների վերաբերյալ կոնտենտ։ Կլինի դա քաղաքականություն, գրականություն, բիզնես, չգիտեմ, IT ոլորտ կամ այլ ոլորտներ, ամեն ինչի մասին կա, բայց ցավոք այն դիտարկումները, որ մենք ունեցանք, դրա բերեցին հանգեցրեցին այն կետին, որ այդ ամեն թեման ինքը իր, այսպես ասած, շրջանակների մեջ պարփակված է։ Այսինքն, երբ մարդիկ խոսում են բիզնեսից, իրանք խոսում են բացառապես բիզնեսից։ Իրանք չեն խոսում, թե այդ բիզնեսը ինչ իրականություն է ձևավորում,
Չեն խոսում թե այդ բիզնեսը ոնց է ազդում քաղաքականության վրա, կամ օրինակ գրականությունը կարող է ազդել բիզնեսի վրա եւ հակառակը, բիզնեսը կարող է ազդել գրականության վրա։ Այսինքն, երբ մենք ուսումնասիրում ենք ցանկացած թեմա իր բաբլի շրջանակի մեջ, դա դառնում է սահմանափակ, որովհետեւ ցանկացած այսպես ասած հավասարում ունի բազմաթիվ անհայտներ, երբ մենք փորձում ենք այդ հավասարի մեջ մենակ մեկ անհայտը բարձաբանել, հայտնաբերել, բացառում ենք ու ոնց այսպես աչք ենք փակում մնացած գործոնների վրա, որոնք ազդում են դրա վրա, ու այդ պատճառով մենք որոշել ենք, որ քննարկումը լինի ոչ թե X թեմայի շուրջ, այլ ցանկացած թեմա ինչպես է փոխկապակցվում, ինչպես է ազդում եւ ինչ ազդեցության տակ է գտնվում այլ թեմաներից։ Երևի թե այսքան ընդհանուր կոնցեպտի մասին ու որպես առաջին այսպես ասած փորձնական սկզբնական թեմա հենց կարելի ասել դու նշեցիր սկզբի մասին, ինչն է ստիպում մարդկանց սկսել։ Ես ասացի իմ կարծիքի ինչն է ստիպում, հիմա դու պետք է ասես, բայց սկիզբը նաև հիմա նենք չի որ դժվարություն չես ունենում առաջի անգամ ինչ-որ բան անելու, առաջի անգամ բեմ դուրս գալու, դա ամենածանր հոգեբանական բանն է, բայց դա էլ է բեմի պես բան, բայց կան մարդիկ, որոնք մինչև այսօր այս տեխնիկական դարում իրանք չեն հաղթահարել ու որոշակի ձևով ինչ-որ ներքին վախերը խոչընդոտում են մարդուն արտահայտվելու։ Ես նաև տեխնիկական հնարավորությունները լայն դաշտ են բացում մարդկանց համար իրանք մտնելու իրանց վախերը նաև կիսվելու ուրիշների հետ, որովհետև առանց այդ վախերը բաց տեքստով խոսալու չի լինի ու նաև կարծիք հայտնելու հնարավորություններ է մարդուն կարևոր։ Հիմա որ խոսեցինք նախորդ անգամ ընդհանուր թեմայով ուրիշ բանով, որ դեմոկրատիա չդեմոկրատիայի մասին, եթե մարդը ինչ-որ վախ ունի ինքն իրանից, իր տեսքից, իր մտավոր կամ բանի ոչ թե ունակություններից, ինքը պետք է չվախենա նաև կիսվելու, որովհետև մի բան թերի կլինի, մի բան ավել կլինի, բայց պետք է անընդհատ մարդը այդ վախերի մասին խոսալն է շատ կարևոր։ Ես կարծում եմ, եթե վերցնենք մեր պետության հետ կապված այդ կապերի բացակայությունը, որ բոլորը փակված են իրանք իրենց բանով, այդ վախի խնդիրն է, որ մարդիկ վախենում են ինչ-որ բան խոստովանեն կողքի։ Այդ վախը ընդհանուր երկրի անվստահության մթնոլորտ է առաջացնում, եթե նայում ես, ու այդ հիմնական խնդիրը իմ կարծիքով բոլոր բլոգերների մեջ, որոնք որ բոլորը ինչ-որ մի հատ ճիշտ քայլ արել են, նույնիսկ ամենաբանը այդ բարիերները, այդ վախերը հաղթահարելն է, այսինքն բոլորն ինչ-որ դրական բան են անում, կոնտենտ են ստեղծում, որովհետև ամեն մեկը իր դաշտը վերցրել է, ու ինքը ինչ-որ ձևով ինքը բացում է իր շրջանակը մեծացնում է, ու ինքը այդ բոլորի դաշնակիցներն են այս դաշտում։ Հա, այդ առումով ես միանգամայն համաձայն եմ, անգամ եթե դաժե օրինակ ինչ-որ մեկը վատ կոնտենտ է ստեղծում, ինքը ուղղակի ստեղծում է, ինքը ոնց նշեցիր, բացում է այդ դաշտը, ու պայմանական եթե հարյուրավոր բլոգերներ չլինեն, գուցե ասենք դա չմղեր 101-րդին սկսել։ Կամ նույնիսկ չվախենար։ Հենց դա մարդիկ նայելով ինչ-որ եթե ինքը մինչ այդ ինչ-որ X պահը դիտորթեր ընդամենը, ինքը տեսնում 1, 2, 3, տեսնում որ ինչ-որ իրապես մարդիկ ոչ ինչ-որ գերբնական ունակություններով, մտավոր կամ մնացած առումներով, եթե կարողանում է սկսել, ապա ինչու ինքը չի կարող սկսել։ Հիմա եթե վերածենք վախի բարիերի, հիմա ասում, հիմա քաղաքական գործիչները իրանք դաշտը սկսել են, ու լավ է, դրական է, կապ չունի։ Հիմա սկսել է Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանը կամ Էդգար Ղազարյանը, Էդմոն Մարուկյանը, իրանք կոնտենտ են ստեղծում։ Իրանք Իմնեմենի տղաները, իրանք բոլորը կոնտենտ են ստեղծում, որոնք իրանք իրենց լսարանն են ձևավորում, այսինքն իրանք այդ դաշտը վերցնում են, բայց դա իրանցը քաղաքական է։ Իրենք քաղաքականությունն է, որ իրանք իրար տարբեր պայքարի մեջ են, որ ավելի շատ լայվեր, ավելի շատ բան դիտումներ, նաև տեսել եմ էլի լայվը Պետրոս Ղազարյան ինքը էլի բլոգերության գբաներով լիքը քաղաքական դաշտի եթե բոլոր այս ֆակտի դերակատարները որևէ բան չկա, որը որ քաղաքական դաշտին չվերաբերվի, այսինքն մշակութային դաշտին, որ մարդիկ կոնկուրենցիայի մեջ մտնեն, փիլիսոփայության դաշտին, գրականության կոնտեքստը բաներ կան, բլոգերներ կան, որոնք որ առանձին գրականության են ստեղծում, բայց եթե մենք վերցնենք ընդհանուրի մեջ, որ մենք ինչ կարող ենք անել, այսինքն որ
ամեն ինչը թող լինի, այսինքն ոչ թե միայն գրականությունը, թե ոնց է զուտ ենթադրենք մի հատ ֆիլմ արտադրությունը կամ մի հատ ֆիլմը ազդում ընդհանուր մթնոլորտի, Հայաստանում ընդհանուր մթնոլորտի, այսինքն քննարկում արդյոք առաջանում է քննարկում։ Հիմա եթե մեկը սկանդալային քաղաքական հայտարարություն արեց, ինքը այդ քննարկումը սկսվում է, բայց արդյոք մի հատ ֆիլմ եղավ կամ մի հատ գրական հոդված գրվեց, այդ հոդվածի շուրջ ոչ քաղաքական հոդված։ Դե իրականում մարդիկ տեսարաններ են սիրում, դրա համար շուտ մի սկանդալային ինչ-որ հայտարարություն ավելի լավ է տարածում, քան գուցե քաղաքագիտական կամ ֆիլիսոփայական բավական, ասենք, բարձր իսկ արդյոք մեր նպատակն է մենք վերադառնալով մենք շատ մեծ լայն լսարան ունենանք, թե ունենանք ենթադրենք 10 հոգի կամ 20 հոգի մարդիկ, ովքեր կլինեն նույն դաշտում կամ ինչ-որ մի բան, այսինքն մի բան կբացեն, մի բան կփորձեն անել։ Ես մի անգամ բան եմ ունեցա, խոսակցություն ունեցա շատ հետաքրքիր Լևոն Խեչոյանի հետ, Խեչոյանին ասեցի, այսինքն չեք ներվում, որ որոշակի, այսինքն լայն շրջանակները չեն կարդում, ինքը մի հատ հետաքրքիր բան ասեց իմ համար կարևոր չի 1000 հոգի կամ 10000 հոգի ինձ կարդա, ինձ ասեց եթե իմ գրածը մի հոգի էլ հասկանա զգա անկալի, այդ ինձ դեռ բավարար է, ու այդ վերադառնալով դրան մենք արդյոք մենք փորձում ենք մի հատ դաշտ վերցնենք հազարներով կամ 100,000-երով մարդիկ, որ լսեն, նեն չի եղել, որ ես սրանից 10-15 տարի առաջ բաներ էի անում, լայվեր էի անում, բանաստեղծություններ էի կարդում, մինչև 300,000-ից մինչև 1 միլիոն դիտում լինում էր, բայց դա ինքը հումորային բան էր, բայց արդյոք մեր նպատակը այդ լսարան ձևավորելն է, թե ինչ-որ դաշտ ստեղծելը, որոնք որ իրանք մարդիկ կարանենք, մենք կապը հաստատենք, տեսնենք այս երկրում իրականում ինչա կատարում խորքային, ոչ թե որ մեկը մեկին վիրավորեց կամ մեկը մեկին բան արեց։ Չէ, վիրավորանքների դաշտը միանշանակ մերը չի, ինձ թվում է այդտեղ անգամ դա քննարկել չարժի։ Օրինակ քո այդ միտքը շարունակելով Խեչյանի պատասխանը, ես իր այդ համաձայն եմ, ասեմ ինչով նույն գրականության մեջ կամ ֆիլմ արտադրության մեջ կամ բավականին շատ գրքեր ֆիլմեր, որոնք շատ քիչ լսարան ունեն, քիչ ընթերցողներ ունեն, բայց հիմնականում հենց դրանց մեջ է հայտնաբերվում այն ամենադժվար, ամենախորը խոհափիլիսոփայական մտքերը։ Օրինակ, դա եկեք sense, եթե որպեսզի վերացական չխոսանք, Ջոյսի Ուլիսեսը կամ Կանտի փիլիսոփայությունը շատ քիչ մարդ է կարդում։ Իսկ օրինակ, չգիտեմ, Պաուլո Կոելյոն կամ Ագաթա Քրիստին, ինքը Ագաթա Քրիստին ընդհանրապես աշխարհի ամենաշատ վաճառված գիրքն է, կարծեմ Աստվածաշնչից հետո։ Այսինքն, ինչքան գիրքը դժվար է, այնքան ավելի քիչ են այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են գնալ այդ դժվարության հետևից։ Շատերը կեսից կհանձնվեն։ Ուրիշ քեզ բան ասեմ, հիմա նույն Սամվելը Մկրտչյան, մեր հարազատ ընկեր, ինքը կարող հարյուրավոր գրքեր թարգմանել բավական հեշտ ու հեշտությամբ, բայց ինքը որոշեց, որ հենց Ջոյսի Ուլիսեսը թարգմանի, ու դա դառավ ինքը դարձավ, ու ինքը հիմա հարցա այդ մի թարգմանությունը ավելի մեծ բան բերեց մեր պետությանը, մեր երկրին, թե էլի հարյուրավոր ուրիշ ենթադրենք ուրիշ գրքերի թարգմանությունը կամ բան, այսինքն թե ինչն է փոխում մարդու մեջ ու ինչն է մարդուն ավելի բան դարձնում, այսինքն այս հողի վրա ավելի հաճելի դարձնում ապրելը։ Ես մինչև մենք այս կոնտենտը իրար հետ գտնելա, ես մտածում էի իմ առաքելությունը որն էր, ես մտածում էի, ասում էի Հայաստանում չարություն է գեներացվում ու այդ չարության դեմ առնելու համար ինչ կարելի է անել, այսինքն նախ պետք մարդիկ ալտերնատիվ չունեն այդ չարություն գեներալիզացնելուց բացի ուրիշ բան տեսնելու, որ մարդը ինքը չլարվի, ինքը գա, հանգիստ նստի, իմանա, որ ինքը ենթադրենք մարդիկ կան, որոնք որ կարա մտնի, որ ոչ հայոյանք լսի, ոչ կեղտ լսի, ոչ բանասարկություն լսի, ոչ շանտաժ լսի, այսինքն այդ անգլերեն blackmailing-ի մակարդակով այդ դերին մամ, չէ, մարդը ինքը հանգիստ մարդիկ գտնի, որոնք որ ինքը կհանգստանա, ինքը կփոխի, ոչ թե սովորացնելու հետ կապված էլ, այսինքն ոչ թե ինչ որ նստում են, որ բանը հոգևորությամբ զբաղվի, որ մարդը պետք է բան անի, գիտես, ինչ ասեմ, որ ինչ որ ես բարոյականություն քարոզել է տահաճություն արտադրել։ Այս միտքը քո շարունակելով շատ ճիշտ է։
Այս նման թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք։ Ընդհանրապես դե հանուն արդարության այդ մարդիկ, ովքեր Facebook-ում կամ YouTube-ում կան, իրենց հենց օրը հիմնականում տենց է սկսվում, չէ՞, ասենք դու արթնացար, մի հատ առաջինը չգիտեմ, նամակներին պատասխանես քո WhatsApp-ի կամ Messenger-ի բան, ու հետո մի հատ տենաս թե ինչա կատարվում։ Սկսում ենք լուրեր կարդալ։ Ցավոք սրտի, այդ լուրերի 90+% ինքը նեգատիվ երանգ ունի։ Ինքը հենց քո ասած չարության եւ թշնամանքի մասն է, եթե մենք խոսում ենք օրինակ քաղաքական դաշտում, իսկ հիմնականում լուրերի այսպես ասած առողջի բաժինը դա քաղաքական քննարկումներն են, դա իշխանություն ընդդիմություն այդ միմյանց վրա ցեղ շպրտելու, քննադատության, իրար անընդհատ ինչ-որ վարկաբեկելու թեմաներն է։ Ու կամա թե ակամա մարդը ուզում է դա կարդա, որովհետեւ ինքը այս երկրում ապրում ու ինքը ուզում է հասկանա թե ինչ է կատարվում այս երկրում, բայց այդ ամեն ինչը միշտ իրան մատուցվում է բացասական նեգատիվ կոնտեքստում։ Ու հետեւաբար մարդը առավոտյան օրը սկսում է արդեն, ինչ ասեմ, վատ տրամադրության, բայց առնվազն ագրեսիվ ինքը ջունգլին է, որպես ջունգլի մտած ջունգլ։ Նեգատիվ ինչ-որ այսպես ասած ենթատեք կոնտեքստ։ Հա, ու քանի սենց հիմա խոսում ենք, իմ մոտ միտք էլ առաջացավ։ Ես մտածում եմ արժի նաև հյուրեր հրավիրենք մեր մոտ, մեր ընկերներին, մեր ծանոթներին, այն մարդիկ, որոնք որ այսինքն որ խոսենք ընդհանուր թեմաներից, թե ենթադրենք բան եմ ասում, որ ինչն է իր կյանքում, այդ որ ասացինք առաջին քայլը, որ գիրքն է իր կյանքում փոխել ինչ-որ բան, կամ որ ֆիլմն է իր կյանքում ինչ-որ բան փոխել, կամ որ մի հատ դրվագ, կամ ենթադրենք աղոթք, ինչ-որ մի հատ երաժշտություն, ինչ-որ մի հատ ֆանտաստիկ, ինչ-որ մի հատ երևույթ, կամ մի հատ արևի ծագում, ինչ-որ հանդիպում, ինչ-որ մեկի մի հատ տեսնել է, կամ մի հատ ծաղիկ։ Մինչև մենք դիտել շեղվեցինք այդ սկզբի թեմայից, դա էլի վերադառնանք։ Տես դու ասում էիր, որ ըստ քեզ մարդը սկսում է ոչ թե նրա համար, որ ինքը ուզում է սկսի, այլ որովհետև ինքը այլևս չի կարող չսկսել։ Եթե փորձենք սա ինչ բացել, որը բավական հետաքրքիր միտք է, ցանկացած որոշում, դե մենք հասկանում ենք, չէ՞, դու այդ սկսել, չսկսելը կամ անգամ չսկսելը ինքը որոշում է։ Ամեն վարքյան, ամեն պահի մարդը կանգնած է ջրբաժանի առաջ, անել, չանել, սկսել, չսկսել, զանգել, չզանգել, այդ ընտրություն 0-1 հետո մատրիցան է, քանի որ միշտ մատրիցա դա մենք այդ առանձին կքննարկենք, թե ֆիլմը, թե ընտրության կոնցեպտը ընդհանրապես, հիմա ուղղակի շատ կարճ։ Մարդը միշտ կանգնած է ընտրության առաջ։ Ու այդ ընտրության վրա ազդում են որոշակի գործոններ, ներքին եւ արտաքին։ Չսկսողների համար դա հա մենք ասացինք, վախն է, կոմֆորտի զոնան է, նորություններից եւ փոփոխություններին ընդդիմանալն է, իսկ հատկապես եթե ինչ ավելի մեծ տարիքով ժամանակ տեսքում մարդը դառնում ավելի պահպանողական, ինքը ավելի զգուշավոր է դառնում ռիսկերի գնալուց։ Բայց մենք տեսնում ենք, որ սենց խոսք է, չէ՞, ասում է, եթե դու ռիսկի ես դիմում, դու կարող ես պարտվել, բայց առանց ռիսկի դիմելու հաղթել չես կարող։ Հիմա երբ օրինակ էլի եթե կանչենք երկրին, բայց եթե ինչ-որ ավելի հայտնի դեմքերի, չգիտեմ, օրինակ Ստիվ Ջոբսին կամ Իլոն Մասկին կամ ինչ-որ տենց այլ դեմքերի, ինչն է իրանց տարբերում ուրիշներից, որպես իրան որպես դիտարկում ենք հաջողության մոդելներ, չէ՞, մարդիկ ովքեր 0-ից ինչ-որ ոչ Բայց ինչի ենք մենք հաջողակներ։ Ես մտածում եմ, որ մարդը հաջողություն չհասած մարդկանց անենք որ ասեմ ես ամեն ինչ փորձել եմ, բայց հաջողության չեմ հասել։ Տես, չէ, դա էլ այդ մարդը հաջողակ է փորձառության, հաստատակամության ու ասենք անհաջողությունից չկոտրվելու մեջ։ Եթե մարդը բան Էդիսոնը չէ, ասենք 10000 տարբերակ եմ գտել, որ ոնց է լամպը չի աշխատում։ Եթե այդ մարդը 10000 անգամ ֆեյլ գնալուց հետո դեռ շարունակում է, նշանակում է այդ մարդը ինչ-որ մի հատ ներքին ուժ կա։ Հաջողակներին ես ասում եմ, ես հաջողեց կարելի է ընդհանրապես մարդկանց գտնել, որոնք որ ընդհանրապես ոչ չէ, իրանք ուղղակի խնդիր ունեն կիսվելու, խնդիր ունեն նստելու, խոսալու իրենց բաների մասին։ Բայց կարելի է մեր ընկերներից սկսել։ Մեր ընկերներ, չէ, բան կա մի քիչ բանը, որ ընկերների հետ կապված մենք մեր ընկերներին էլ չենք ճանաչում, բացահայտենք, որովհետև մենք ու նաև մարդը բանի էկրանի առաջ կանգնած, որ իրան լսում են, թե առանձին խոսալու ինքը խնդիր ունեն, բայց եթե արդեն երկար սովորում ես այս էկրանի հետ խոսալու, արդեն այդ խնդիրը չես, արդեն սովորական բան դու կարողանում ես խոսալ, կարանք ամեն դեպքում մենք արդեն սկսեցինք, մեզ բարի երթ թող լինի, ինչի ասում եմ, խոս չենք տալի քանի ինչքան ժամանակը մեկ կլենք, բայց կփորձենք շաբաթական մեկ անգամ իրար տեսնենք։ Չէ, անկեղծ լինենք, այդ մեդիա դաշտում այդ ինֆորմացիան, այդ բլոգները այնքան շատ են, մարդկանց ժամանակն էլ պետք է խնայել ու դրանից մտածել, եթե օրինակ
շաբաթը ամեն օր կամ չգիտեմ շաբաթական 3-5 անգամ մի քանի ժամով ծարաբեռնել, արդեն դա դառնալու է ինչ-որ պարտավորություն, այդ մարդկային ժամանակի վրա ազդեցություն։ Փորձենք հնարավորինս սեղմ ընթացքում մենք թեմաները կընտրենք, մենք թեմաները որ չշեղվենք, կարող ենք թեմաները անոնս անել, որ ում հետաքրքիր է, որ հաջորդ անգամ ինչ թեմա ենք քննարկելու, որ ում հետաքրքիր է ինքը մտնի, եթե բանա կգրեք համ ինձ, համ Լևոնին, գրեք, տեսնենք, զրուցենք, դուք էլ կարող մասնակից դառնաք մեր զրույցներին, մի հայ հետագայում կփորձենք տեսնենք կարդալու տարբերակն է, որ կարդանք, տեսնենք ընթացքում։ Մեկնաբանությունները, կարող է առաջարկներ ալի հետաքրքիր ընթացքում, որ ասում են, որ այս համաձայն չենք, այս համաձայնում, ու տենց սկսենք, ինչ ասեմ, այսօրվա համար այսքանը թե կարանք խոսանք, բայց ոնց պլանավորել ենք։ Ոնց այսօր պլանավորեցինք, որ սկիզբը անոնս անենք, ու տեսնենք, ասենք եթե թույլ տաս կարճ ամփոփենք, որ մարդիկ սկսում են ներքին այն գործոնների ազդեցության տակ, որոնց իրենք ստիպում են, դա կարող են բազմաթիվ, բայց ինձ թվում է այստեղ ամենակարևորը դա ռիսկի գնալն է, որովհետև էլի եմ ասում, Սթիվ Ջոբսին ու Իլոն Մասկին ոչ թե տարբերում էր ինչ որ հանճարեղ խելացի լինելու հանգամանք, այլ ուղղակի այն, որ իրանքի տարբերություն մյուսների ավելի ռիսկային էին։ Իրանք պատրաստ էին գնալ այդ ռիսկին, պատրաստ էին պարտվելուն, պատրաստ էին անհաջողությանը ու իրական հանրարդարության իրանց պես կարող հազարովներ եղել, մնացածը չեն հաջողել, բայց ամեն դեպքում ռիսկը թիվ 1 գործոնն է, ռիսկի պատրաստակամությունը, ռիսկի գնալ պատրաստությունը թիվ 1 գործոնն է ցանկացած նախաձեռնություն սկսելու համար։ Կհաջողես թե չէ դա արդեն երկրորդական է, բայց սկսելու համար մարդու սկսելու համար ինքը մարդը ընկնում է մեխանիկորեն 3%-ի մեջ, որոնք 97%-ը մարդկության է, իրենք փորձում են ռիսկի չգնալ։ Հիմա լինի այդ բիզնես, արդեն դու 3%-ի մեջ ես, որ վերցրեցիր հեռախոսդ, հիմա ինքդ քեզնով նկարեցիր, արդեն ընկնում ես մարդկության 3%-ի մեջ։ Մեր ասածայինն է, որ պետքա փորձել ու ինչքան շատ այդ ամեն ինչը լինի, այսինքն այնքան ավելի հետաքրքիր կլինի այս աշխարհը։ Մերսի շատ։ Այսօրվա համար թերևս այսքան է։ Ապրեք։ Մինչ նոր հանդիպում։ Ապրեք, տեսեք։